Հատիկին կարծեմ դուք կարևորեցիք այն հանգամանքը, որ այս շահառուների խումբը, որոնց նշեցիք, իրենք եւս հնարավորություն ունենան, քարտով կատարել գնումներ, ծառայություններից օգտվել եւ իրենք ունենան այդ քեշբեքի հնարավորությունը։ Քաղաքացիների ահազանգերը կամ մտահոգությունները երբ ուսումնասիրում էին, շատերը նշում էին, որ նույն տարեցները նախընտրում են ունենալ գումար իրենց ձեռքում, որովհետև իրենք սովորաբար օրինակ շրջիկ մեքենաները, որ բանջարեղեններ են վաճառում կամ փոքրիկ ինչ-որ առևտրի կետերից են առևտուր անում, այսինքն իրենց մեծ հաշվով ձեռնտու չէ այդ քարտով գնալ ինչ-որ խոշոր սուպերմարկետներից առևտուր անել, որովհետև նախ իրենք չեն կարողանում գնալ, իրենք սովոր են իրենց տնամերձ հատվածներից գնումներ կատարել։ Մյուսը Տիկին Բեկլարյան, մարդիկ մտահոգություն են բարձրացնում, որ իրենց բնակավայրերում օրինակ մոտակայքում էլ բանկոմատները չկան, օրինակ հեռու են գտնվում, տարեցը, միայնակ տարեցը ինչ պիտի անի, ամեն անգամ մեկին պիտի խնդրի։ Դրանից բացի, եթե նույնիսկ գումար է տալիս հարևանի երեխային, որ գնա իր համար հաց բերի, այս անգամ ինքը չի մտավախություն կունենա կամ բավարար վստահություն չունենա քարտը տրամադրի գնա իր համար հաց բերի, որտեղ ինքը չի կարողանալու վերահսկել հավելվածով կամ մեյլով, թե ինչ շարժ կա։ Մարդկանց մտահոգություններին ինչպես կարծրակում եք։ Ձեր առաջին հարցի կապակցությամբ ասեմ, որ եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվեինք, մենք անկախի գործառնությունները Հայաստանի Հանրապետություն չպիտի ներդնեինք, որովհետև բոլորս էլ այդ թվում ես որոշակի ժամանակահատված ավելի հեշտ կառավարել եմ իմ կանխիկ միջոցները, բայց երբ որ մի օր որպես քաղաքացիական ծառայող մեզ էլ այսպես համակարգով շատ ավելի վաղ ժամկետներում պարտադրվեց այդ բառը օգտագործեմ այնուհանդերձ ունենալ աշխատավարձ ստանալ կանխիկ քարտային համակարգով բանկի միջոցով կամաց այսինքն ցանկացած նորույթ ինքը իր մեջ ունի այդ բացասական ու վանող երևույթը ու եթե մենք դրանով առաջնորդվենք որևէ հարաբերություն այդ առավել եւս տնտեսական հարաբերություն դժվար թե լուրջ զարգացումներ ունենա այնպես որ կարծում եմ սկզբում ինչ որ մի բան գուցե կանխիկացնի ես էլ դա ընդունում եմ պապիկա տատիկա թորնիկին մի հատ կանֆետի մի հատ բուֆետի մի հատ չգիտեմ ինչի փող կտա բայց երբ որ ինչ որ մի բան այնուհանդերձ անկախիկ վճարում անի եւ հաջորդ ամիս որոշ գումար ստանա այսպես ենք մենք նորից սովորում այդ հաշտվում նորի անհաշտ կողմերի հետ ու մի օր էթինը դառնում է լավագույն հին այդ նորը դառնում է լավագույն հին ու հասկանում ենք որ այն այնքան էլ վատ չի համենայն դեպս իմ կարծիքով եթե այնակ փետրվարին մինչև 20-ը 15-ից մինչև 20 ընկած ժամանակահատվածում կենսաթոշակառուները ստանան իրենց առավելագույնը 10,000 դրամը չեմ կարծում դրանից ինչ որ մեկ իրեն բաց կա ու զուգահեռաբար իսկապես չեմ բացառում որ հարկը կլինի կենսաթոշակը նաև կանխիկ եղանակով որոշ գնումների դեպքում ծախսել այնպես որ մեր սեփական վարքագիծն էլ ակամա այսպես ենթարկվում է ընդհանուր զարգացումների միտումի եւ այդ կանխիկի շրջանառությունը գնալով փոքրանում է մեզից ցանկացած մեկը իր սեփական փորձով իսկապես կարող է դա հաստատել որ իսկ մի քիչ դժվար մտանք էս հունի մեջ բայց մտնելուց հետո էլ հիմա շատերիս մոտ ուղղակի կանխիկ չկա նախընտրում ենք անկանխիկ վճարումներ հեռախոսով քարտով եւ այլն